պարոն Սարգսյանի միջնորդությունը քննարկվի, նոր ներկայացնենք միջնորդություն, պարոն Իգոր Սարգսյանը ևս հանդիսանում է պատգամավորության թեկնածու եւ ամսի 8-ից նույնպես գրածված է որպես Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու։ Հետևաբար կխնդրեի այդ հարցը այսօր քննարկել։ Հարգարժան դատարան, բնականաբար ես համոզված էի, որ կամ հետաձգվի, կամ այս որոշումը չի կայացվի, բնականաբար որ ասենք ծանոթանանք ամսի 21-ին, դա խոչընդոտ եք ստեղծում, որտեղ ծանոթանալու բան չկա, հենց սա նյութերն ինչ-որ կա, ընդամենը հանգամանքա նոր ստեղծվել, որ ես հաստատվել եմ որպես Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու։ Այս փաստաթուղթն է, որը դուք պետք է որոշեք, որ իմ ընտրվելու իրավունքը ես կարող եմ իրացնել, թե չեմ կարող իրացնել։ Այս բանին իմ ընտրվելու իրավունքը սահմանափակված է դատարանի կողմից, ձեր կողմից, որը որ այս 10 ամիսա սահմանափակված է իմ տեղաշարժը եւ ես կալանքի մեջ եմ, հիմա նոր հանգամանք առաջացել, որ ես 5 տարի եղել եմ ազգային ժողովի պատգամավոր, սիրելի ժողովուրդ, սիրելի հարգարժան սյունեցիներ եւ արժանապատիվ սիսյանցիներ, պետք է գայի հանդիպեի ձեզ, ներկայացնեմ իմ 5 տարվա արած գործերը, չարած գործերը եւ պետք է ներկայացնեմ մեր ապագա ծրագիրները կապված մեր հայրենիքի հետ կապված, դատարանը խոչընդոտել է։ Ես ուզում եմ կոչ անեմ իմ սիրելի սիսյանցիներին արժանապատիվ, որ չվախենա, ես վստահ եմ, որ մայիսի 21-ին նիստը կայանալու է եւ դատարանի կողմից մերժում է լինելու, արժանապատիվ սիսյանցիներ, կոչ եմ անում ձեզ, գնաք ընտրատեղամաս, չվախենաք, դուք սկսի պատերազմի ժամանակ թուրքի շեք վախեցել, այս խմբակից չեք կարող վախենալ, գնացեք, արդեն իմացաք, որ ես իմ թեկնածուն առաջադրել եմ Հայաստան դաշինքով, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, բոլորիդ կոչ եմ անում հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս եւ ընտրեք համար 17-ին արժանապատվությանը։ Ես ուզում եմ ասեմ, սիրելի սիսյանցիներ, այս 5 տարվա մեջ, որ ես եղել եմ պատգամավոր, 5 տարվա տարի կեսը արդեն գտնվում եմ կալանքի մեջ, տարու կեսը, 2.5 տարի եղել եմ փողոցային պայքարում առաջնագծում։ Իմ 5 տարիների 4 տարի ես եղել եմ զրկանքների մեջ։ Ես 21 թվականին որ ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր, եղել եմ կալանքի մեջ, հիմա պետք է ընտրվեմ ազգային ժողովի պատգամավոր, էլի գտնվում եմ կալանքի մեջ, որից չեմ հուսահատվել, ավելի ուժեղացել եմ Աստծո կամոք, հունիսի 7-ին մերժում եք այս շարիքի իշխանությանը եւ ունենում եք ուժեր եւ արժանապատիվ հայրենիք։ Ես դուր չեմ տվել, ոչ, նստեք, նստեք, մայիսի 21-ին ժամը 3-ին, մայիսի 21-ին ժամը 3-ին, 15:00-ին դատական նիստն է, հաջողություն, ավարտված է։